ներեկեղեցական փոխհարաբերությունները, որոնք կարգավորվում են մաքուր եւ զուտ եկեղեցական օրենքներով, դրանք չեն կարող միջամտության առարկա լինել պետության կողմից, քանի որ նույն պետության օրենքները եւ մայր օրենքը հատկապես ընդգծում են, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են միմյանցից եւ փոխադարձաբար չեն կարող միջամտել ներքին իրենց գործերին։ Եվ այս իմաստով հայաստանյան եկեղեցին նաեւ ունի հաստատված կանոնադրություն, որը հաստատված եւ ընդունված է նույն պետության կողմից, ըստ որում հենց նույն կանոնադրությունն է շեշտում, որ միայն ամենայն հայոց կաթողիկոսը կարող է նշանակել առաջնորդ, հարկ եղած դեպքում հետ կանչել այդ պաշտոնյային եւ պետությունը այստեղ չի կարող այն ձեռնադրությունների հետ կապված խնդիրները ճանաչել, չճանաչելու կարգալուծությունները կամ պաշտոնից ազատելու ինքը պատճառաբանելով աշխատանքային օրենսգրքի խախտումները աշխարհիկ մտածողությամբ միջամուխ լինելու եկեղեցու բուն առաքելությանը, խաթարմանը այդ առաքելությանը եւ իրեն վերագրելու այնպիսի լիազորություններ, որոնք տրված են բացառապես եկեղեցու նվիրապետերին եւ եկեղեցական բարձրագույն ժողովներին։